իրենց վճարած հարկերը, ինչպես երևում է, ուղղում են հենց իրենց ընտանիքների բարօրությանն ու առողջությանը։ Արման Ղազարյան։ Տիկին Ավանեսյան, առաջի հայացքից թվում է, որ շատ մեծ բան եք անում, շնայց այն բանի ոչ մի թիվ չնչեցրեցիք դուք։ Մենակ 10,900, 800 զինապարտների գումարը կրճատվում, տրվում աստեղ, եւ ուզում եմ թվեր հնչեցնեք 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ, քանի 65 եւ ավել տարիքի թոշակառուներ են օգտվել այս ծրագրից, սա մեկ։ 0-ից 18 որ ասում եք, 0-ից 18 հիմա էլ է օգտվում։ Դա նոր բան չեք անում։ Աշխմանտամություն խումբ ունեցողները, չնայած դուք այնքան եք սեղմե ձեր ռադիոլոգների ասոցիացիայով, դրանք հիմա էլ են օգտվում։ Եվ բերեք ասեք այդ վճարված գումարների դիմաց, ինչպիսի ծառայություններ եւ բուժօգնություններ են սահմանվում։ Բերեք օրենքով մի հատ ասեք ցանկը, որտեղ ասացիք հաշվարկներ ունեք։ Ոչ տասեք ենթորեսդրական ակտերով, կառավարության որոշումներով, կոնկրետ գումարը մարդը վճարել է, ինչի դիմացա վճարե, ինչ ծառայություն պետք է վճարվի իր բանարի, տրվի իրեն։ Սրանք հարցեր են, որ որոնց պատասխանները մեր հանրությունը եւ անձամբ սպասում են, որպեսզի հասկանան։ Այսինքն տեսքի բերեն 65 եւ ավել տարիքի քանի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից։ Գումարների չափը օրենքով, ինչքան է սահմանված օրենքով կա 10,800, ինչ ծառայությունների դիմացա իրականացվելու տրվողից այդ գումարները, եւ ես վերջում նայեցի, որ հիմնադրամի մրցույթ է կայտարարելու առանց օրենքը ընդունելու հիմնադրամի աշխատողների։ Այսինքն եթե լրջ օրենքը չեք ընդունել, դրանք ո՞նց եք բան անում, դուք մրցույթները ո՞նց եք կայտարարել եւ ուզում եք որ այդ աշխատողների հիմնադրամում աշխատողներ ավակագրեք, էլի մրցութային կարգով։ Հարցերը շատ են, բայց այս կարևորներից պատասխանեք, մնացածը փորձենք էլի արձագանքի տեսքով, արդյունապատասխանի տեսքով ստանանք, էլի ինձ ուզող հարցերի պատասխանները։ Շատ լավ, պարոն Ղազարյան, տեսեք եւ առաջի հայացքից եւ երկրորդ ու չորրորդ հայացքներից իսկապես սա շատ մեծ հեղափոխական մոտեցում է առողջապահական համակարգում, որովհետեւ ամբողջական նոր մոտեցում է ֆինանսավորման, ծառայությունների գնահատման, դրանց ձեռքբերման, խմբերի ներառման եւ այլն եւ այլն։ Եվ ես հատուկ մի օր ռադիոլոգների ասոցիացիայի եւ ձեր միջև հանդիպում եմ կազմակերպելու, որտեղ ինչ որ sense բան ունեք, հարցեր ունեք մեր ռադիոլոգներին։ Տեսեք, ես սիրով կհնչեցնեմ թվերը, որովհետեւ դրանք շատ են եւ քանի որ ելույթը սահմանափակ է ժամանակի մեջ, շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեցիք բարձրաձայնելու նաեւ որոշակի թվային ցուցանիշներ։ Մինչև 18 տարեկան երեխաները մեր երկրում 700,000 հոգի են եւ այո նրանք նաեւ մեր կառավարության շնորհիվ օգտվում են այսօր պետական պատվերից եւ դա եղել է շատ կարեւոր որոշում 2019 թվականին մինչև 18 տարեկան երեխաները ներառվեցին պետական պատվերի մեջ։ Դրանից հետո տարի ավելացավ նաեւ պետպատվերի ծավալները, ծառայությունների շրջանակները։ Այո, նրանք որպես առաջին խումբ պետության կողմից դառնալու են ապահովագրված եւ փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակը եւ ծառայությունների շրջանակում նաեւ փոխհատուցման գներն են փոխվելու։ Հաջորդի 65+ տարիքի անձինք 400,000-ից ավել քաղաքացիներ են։ Եվ այո, սա ահռելի մեծ ուրեմն թիվ է եւ 400,000-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել շատ անհրաժեշտ առողջապահական ծախսերից։ Ապահովագրած վճարի տարեկան գումարը 129,600 դրամ է, որը ամսական գալիս է 10,800 դրամ։ Ծառայությունների ցանկը, պարոն Ղազարյան ջան, ինձնից կպահանջվի երևի 3 ժամ, որպեսզի ես դրանք հերթով թվեմ, որովհետև ծառայությունները ուրեմն ոչ միայն ցանկեր են, այլ նաև դրանք դասակարգված են, թե որ ծառայությունը, որ օղակում պետք է ստացվի, ինչպիսի ցուցումների հիման պետք է ստացվի, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Մեր քաղաքացիները
հասանելիություն ունենալու են շատ պարզ ձևով իրենց տրամադրվելիք ապահովագրության փաթեթում ծառայություններին։ Եվ հարց բարձրացրեցիք մրցույթների հետ, այո, մենք հրապարակել ենք մրցույթ բաց թափանցիկ կերպով եւ արդեն իսկ դիտարկում ենք, ուրեմն առողջապահության նախարարության շրջանակներում նախապատրաստական այս աշխատանքները իրականացնելու համար անձանց հավաքագրում եւ դա անում ենք բաց հրապարակային ձևաչափով, հնարավորություն տալով բոլորին հավասար կերպով դիմելու եւ ընդգրկվելու մեր թիմում։ Եթե արձագանքեք, շարունակեմ։ Տիկին Ավանեսյան, դուք իրավաբան լինելով անդերձ պնդեցիք են փաստը, որ չեղած բանի վրա մրցույթ եք հայտարարել։ Այսինքն այսօր այս օրենքը դուք վստահ չեք ընդունվի թե չի ընդունվի, արդեն հիմնադրամի մրցույթ եք հայտարարել։ Ես գիտեմ, եթե հիմնադրամը կանոնադրություն չունի, աշխատանքային ռեժիմ չունի, ֆինանսական աղբյուր չունի, դուք մրցույթ ինչի ման վրա եք հայտարարել։ Կարող կամ արդյոք դուք պարտավոր եք դա մրցույթ իրավասու եք այդ մրցույթները հայտարարելու թե չէ։ Հիմնադրամը պետք է ստեղծվեր եւ ինքը մրցույթ հայտարարել։ Դուք առողջապահության նախարարությունը իբրև խեք խառնում այդ գործերին։ Եվ ասում եք 400,000, այո 400,000 65 եւ ավել տարիքի թոշակառուներ օգտվում են, բայց մոռացել եք ասեք, որ դրանցից 80,000-ը արդեն հաշմանդամության խումբ ունեն, որոնք օգտվում են փաստացի, 1027-ը ֆունկցիոնալություն ունեն, որոնք եւս օգտվում են, 29,298 քաղաքացի, 28 եւ բարձր նպաստանալու շեմ ունեցող, այսինքն այս 400,000-ից հիմա փաստացի արդեն 100,000-ը, 100 մարդ օգտվում արդեն։ Դրա համար եմ ասում թվեր հնչեցնեք, որ մենք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եվ դուք այդ ցանկը, որ ասում եք ժամերի խնդիր, այդ ցանկը պետք է օրենքով ամրագրվի, եւ այս ռադիոլոգները այդ խնդիր չունեն, որտեղ մի հատ էլ ցանկ եք բերելու, որտեղ էլի սեղմելու է կողակը եւ իբրև թե անվճարը, բայց տարև գնալու է բժիշկ եւ պացիենտ ակասության։ Դուք ստենց ասում եք բոլոր ծառայությունները անվճար է, ցանկ օրենքով չեք ամրագրում։ Վաղը ժողովուրդը լսելու է, գնա ուղիղասին ծրի անվճար ավարտում են պարոն Արշակյան, էլ այդ 1 րոպեելք այս վարկյանը չի խանգարի։ Ուզում եմ հստակեցի օրենքով այդ ցանկը, դրվի օրենքի մեջ ձեր վերած ցանկը։ Տեսեք, դուք չեղած բաներ եք վերագրում ինձ, խոսքեր, որոնք 1 րոպե առաջ եմ ես ներկայացրել օրենսդրական փաթեթը։ Այս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, եւ ես չեմ ասել, որ ամեն ինչ լինելու է ձրի, անվճար եւ բոլոր ծառայությունները, այլ հակառակը։ Ես հստակ կերպով ներկայացրել եմ, որ լինելու է ապահովագրական փաթեթ, որը ներառելու է կոնկրետ շրջանակ ծառայությունների եւ մեր կողմից, այո, սկզբունքը այսպիսինն է, ներառել բոլորին, բայց անհատի համար ոչ ամեն ինչ։ Եվ ես խնդրում եմ, մի փոխեք իմ խոսքերը եւ մեր քաղաքացիների մոտ ավելորդ ակնկալիքներ պետք չի ստեղծել։ Ես չեմ ասել, որ այլևս առողջապահությունը ձրի է, ինչպես դուք եք վերագրում։ Չեմ ասել նման բան։ Հաջորդիվ, այո, 400,000 ես նշում եմ միայն այն քաղաքացիները, ովքեր որ հաշմանդամության կարգ չունեն եւ նրանք տարիքից ելնելով են մտնելու այս համակարգ։ Եվ այո, մարդիկ կան, որ այսօր էլ են օգտվում հաշմանդամության շրջանակներում եւ տարիքից ելնելով շարունակելու են օգտվել եւ շատ լավ է, որ նման անձինք այսօր այդ պատվերից են օգտվում